Ուրբաթ 7.7 և 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարի կենտրոնական հատվածում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայից մոտ 17.2 կիլոմետր հեռու, փլուզվել են շենքեր։ Ցնցումները զգացվել են նաև Թայլանդում, Բանգկոկում երկրաշարժի պատճառով կառուցվող երկնաքեր է փլուզվել, հայտնի է առնվազն 2 զոհի մասին, փլատակներում է հայտնվել 43 բանվոր։ Մարտի 28-ի գիշերը ռուսական շրջաններում որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական 78 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Օդանավերի ժամանման եւ թռիչքների սահմանափակումներ են մտցվել Սարատովի օդանավակայանում։ Սարատովի նահանգապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքի մասին։ Սարատովն ուկրաինացիների թիրախում է, քանի որ այնտեղ գործում է նավթավերամշակման գործարանը եւ Էնգելսում ռուսական ռազմավարական ավիացիոն բազան։ Ըստ ուկրաինական աղբյուրների, Ռուսաստանն էլ ԱԹՍ-ներով եւ հրթիռներով հարձակում է իրականացրել Օդեսայի, Զապորոժիեի, Պոլտավայի, Նիկոլաևի մարզերի վրա։ Վիրավորվել է 2 մարդ, ավերվել են շինություններ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել ՄԱԿ-ի եւ մի շարք երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարում սահմանելու հարցը։ Հայտարարությունը նա արել է Արխանգելսկ ատոմային սուզանավի նավաստիների հետ շփման ժամանակ, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները։ Սկզբունքորեն հնարավոր կլիներ քննարկել ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել։ Դա անհրաժեշտ է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, գործունակ եւ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության իշխանության բերելու եւ հետո արդեն նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Ըստ Պուտինի, նման պայմաններում ձևավորված Ուկրաինայի կառավարության հետ հնարավոր կլինի ստորագրել լեգիտիմ փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում եւ հուսալի կլինեն։ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը արձագանքել է նշելով, որ Ուկրաինայի կառավարումը որոշվում է երկրի սահմանադրությամբ եւ ժողովրդի կողմից։ Ֆրանսիան հարգում է Թուրքիային եւ ընդունում է նրա պատասխանատվությունը Սև ծովում, սակայն ազատությունների դեմ հարձակումների համակարգված բնույթը համարժեք է ագրեսիվ գործողությունների, ինչը Ֆրանսիան ափսոսանքով է նշում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Եվրոպան Թուրքիային է պետք, Թուրքիան Եվրոպային, սակայն դա պետք է լինի այնպիսի Թուրքիա, որը ստանձնում է իր պատասխանատվությունը եվրոպական անվտանգության համար եւ շարունակում է իր ժողովրդավարական ուղին հարգելով ստանձնած պարտավորությունները, նշել է նա։ Թուրքիան Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության եւ նրան բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդու կալանավորման վերաբերյալ գնահատականներն անվանել է կողմնակալ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ուկրաինական պատերազմը։ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ուկրաինայում հրադադարի հաստատման, այդ թվում բանակցությունների կազմակերպման հարցում։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի համագործակցությունն առանցքային է տարածաշրջանային խնդիրների լուծման համար եւ որ Անկարան ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններին, ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։ Էրդողանը կարևորել է քայլերը, որոնք կձեռնարկվեն Սև ծովում առևտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, ընդգծել, որ թույլ չեն տա Սև ծովը դարձնել հակամարտության գոտի։ Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, նախագահները քննարկել են էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի առաջմղումը եւ արձանագրել երկկողմ կապերի դրական դինամիկան եւ փոխադարձ առևտրի աճը։ Ռուսաստանի նախագահը ներկայացրել է Միացյալ Նահանգների հետ երկխոսության գնահատականները Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Պուտինի խոսքով բարձր եւ այլ մակարդակներում շփումները եղել են կառուցողական։ Պոլսո հայոց պատրիարքարանը հայտնել է, որ պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կազմակերպած Իֆթարի արարողությանը։ Միջոցառմանը հրավիրված են եղել Թուրքիայի հոգևոր առաջնորդները եւ համայնքների ներկայացուցիչները։ Հաղորդագրության համաձայն Էրդողանն ուրախությամբ ողջունել է պատրիարք հոր մասնակցությունը։ Թեհրանը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նամակին, հաղորդել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պարոն Թրամփի նամակին Իրանի պաշտոնական պատասխանն ուղարկվել է չորեքշաբթի Օմանի միջոցով, ասել է նա։ Վերջինիս խոսքով պատասխան նամակում շարադրված է Իրանի տեսակետն ընթացիկ իրավիճակի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի նամակում առկա թեզերի վերաբերյալ։ Արաղչին նշել է, որ Իրանի քաղաքականությունն է վարել անուղղակի բանակցություններ, քանի դեռ երկիրը գտնվում է առավելագույն ճնշման եւ ռազմական սպառնալիքի տակ։ Անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել այնպես, ինչպես ընթացել են նախկինում, հավելել է նա։ Անցյալ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարն ասել էր, որ Թեհրանի հրաժարումը Միացյալ Նահանգների հետ ուղղակիորեն բանակցելուց մարտավարություն է, ոչ թե ռազմավարություն։ Արաղչիի խոսքով Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջև ընթացող բանակցությունները ըստ էության միջնորդավորված բանակցություն են Միացյալ Նահանգների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մարտի 12-ին Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով նամակ է հղել Իրանին առաջարկելով բանակցություններ սկսել նոր գործարքի համար։ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ
համագործակցից Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս էր եկել 2018 թվականին Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ։ Եվրոպական եւ միջազգային ֆինանսական կառույցները պատրաստ են ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան միջանցքի զարգացման համար։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Աշխաբադում կայացած Եվրոպական միության եւ Կենտրոնական Ասիայի երկրների նախարարների 20-րդ հանդիպման ավարտին։ Անդրկասպյան փոխադրամիջանցքի զարգացումը խոշոր նախագիծ է, ասել է նա։ Կալասն ընդգծել է Եվրամիության եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության աճող ցանկությունը։ Նրա խոսքով Եվրամիությունը պլանավորում է ընդլայնել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։ Դավիթ Մուրադյան, լուրեր։